Իմ Վիլսոնյան Հայաստանի հոլովակում երկու կարևոր բան եմ ուզում նշեմ այդտեղից։ Во-первых, մեծամասնությունը իհարկե բոլորին դա դուր է գալի այդ միտքը, բոլորը իմ հետ համաձայն են, դրա մասին միշտ իհարկե խոսել է Արա Պապյանը, մենք շատերս հենց իրանից ենք առաջի անգամ լսել, որի համար մենք իրան շատ շնորհակալ ենք, բայց երկու բան են իմ հոլովակի տակ կոմենտներում, YouTube-ում, TikTok-ում, Facebook-ում գրել։ Ուրեմն առաջինը այն է, որ լինում են մարդիկ, որոնք ասում են, ինչի ես մեզ ժողովրդին ասում, դու պետությանը ասա։ Ժողովուրդ, նենց չի, որ պետությունը իմ հարազատներն են, ես ինձ կարամ գնամ ու իրանց հետ հանգիստ խոսամ, իրանք ինձ կլսեն։ Ես ասում եմ սենց, որ մենք բոլորս խոսանք, բոլորս այդ հարցով զբաղվենք, դա մենակ ինձ չի պետք, դա ձեզ էլ է պետք, դա մեզ բոլորիս է պետք, ու ընդհանրապես ես հավատում եմ ժողովրդավարությանը, դեմոկրատիային, ես միշտ խոսել եմ կարևոր հարցերի մասին, ես հավատում եմ, որ մենք ժողովուրդը կարող ենք շատ բանի հասնենք, եթե մենք միախմբվենք ու այդ հարցով զբաղվենք, ես հավատում եմ, որ եթե մենք մի հարցը բարձրացնենք ու դրա մասին շատ խոսանք ու առաջ տանենք, պետությունը ստիպված կլսի մեզ ու ստիպված կանի մեր ասածը, հասկանում եք, ես չեմ սպասում, որ պետությունը անի, եթե պետությունը չի անում, իսկ ես համարում եմ սա կարևոր հարց է, ես դրա մասին խոսում եմ, որ մենք բոլորս միասին այդ հարցը բարձրաձայնենք։ Երկրորդ պահը, որ ասում են մենք այսօրվա Հայաստանի պրոբլեմ ունենք, մենք այսօրվա Հայաստանը պահելու պրոբլեմ ունենք, իսկ դուք խոսում եք Վիլսոնյան քարտեզից, ժողովուրդ տենց չի, որպեսզի կարողանանք այսօրվա Հայաստանը պահենք, մենք պետքա մեր պահանջը մեծ պահանջ դնենք, երբ որ դուք մեծ պահանջ եք դնում, գոնե 50% ստանում եք, եթե 50%-ի պահանջ եք դնում, կարող է մի 10% ստանաք, իսկ եթե ոչ մի պահանջ չեք դնում, ոչ մի բան էլ ստանում եք, հասկանում եք, ընդհանրապես կյանքում էլ ա տենց, քաղաքականությունում էլ ա տենց, ինչքան շատ ես դնում, այդքանից գոնե մի բան պոկում ես, մենք այսքան տարի ոչ մի բան չենք դրել, դրա համար կորուստներ ունեցանք, մենք երբեք մեծ պահանջներ չենք դրել, տեսնում եք Ադրբեջանը ինչ ահռելի մեծ պահանջ դրեց ու լիովին հասավ դրան, որտեվ ինքը իրա պահանջը մենակ Արցախը չէր, իրա պահանջը Հայաստանն էր, ինքը Հայաստանն էր դրել իրան պահանջ, դրա համար գոնե Արցախ ստացավ, հասկանում եք, հիմա մենք պետք է դնենք Վիլսոնյան քարտեզը պահանջը, որ գոնե այսօրվանը ստույգ կարողանանք պահենք, իսկ հետագայում մենք մյուսներն էլ կարող է հետ բերենք, որտեղ օրենքը մեր կողմից է, եկեք օգտագործենք օրենքը։